Հաղորդման գործընկերն է My Energy ընկերությունը։ Ձեր էներգիան ձեր ձեռքում։ Love it, ամեն ինչ love it, այո, ամեն ինչ love it, կգա մի օր, բախտը կգա, love it, ամեն ինչ love it, այո, ամեն ինչ love it, կգա մի օր, բախտը կգա։ Բարևներ ձեզ թանկագիներս։ Ես այսօր մի քաղաքում եմ, որի մասին խոսելիս չգիտեմ որտեղից սկսեմ եւ որտեղից ավարտեմ։ Այսօր ես քաղաք Արտաշատում եմ, անուն, որը կրել է հին մայրաքաղաքը, հիմնադրված Արտաշես Այի կողմից, եւ որի պատմության մեջ հիշատակվում է անգամ լեգենդար զորավար Հանիբալի անունը։ Բայց այսօր մենք կանգնած ենք ոչ թե հին ավերակների վրա, այլ նոր Արտաշատի։ Հին տարածք մենք դեռ կգնանք եւ կխոսենք այն ժամանակներից։ Իսկ մինչ այդ ծանոթանանք այսօրվա Արտաշատին, օր-օրի գեղեցկացող Արտաշատին։ Արտաշեսը, բարի Արտաշեսը։ Այս պահին ես Ամո Խարազյանի դրամատիկական թատրոնի դիմաց եմ։ Ինչպես է անցնում այստեղ մշակութային կյանքը եւ արդյոք բնակիչները մշակութասեր են, մենք հենց հիմա կպարզենք։ Հայկական թատրոնը հունական եւ հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում։ Հայկական թատրոնն առաջացել է մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում, ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե եւ Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայաստանի տարածքում հայտնի ամենահին պետական թատրոնը գործել է հենց հին Արտաշատում։ Պարոն Նաղդալյան, ինչպես եք։ Շնորհակալ եմ, շատ լավ։ Դուք լավ եք։ Մենք ենք լավ, այո, շատ ուրախ եկել ենք։ Ճիշտն ասած, ամբողջ ամիս սպասում էինք, որ օրը արևոտ լինի, ծաղկած լինի, գանք սենց սիրուն Արտաշատը նկարենք, բայց հենց մեր ընտրած օրը անձրև է գալիս։ Դե նորմալ է, բնության հետ պետք է հարմարվել։ Այո, տեսախցիկը մեկ-մեկ չի հարմարվում, թե չէ մենք հարմարվող ենք։ Ոնց է մշակութային կյանքը։ Բավականին ակտիվ։ Նույնիսկ ազատ օրեր չունենք, այնքան ակտիվ է։ Հա։ Եվ հյուրախաղեր ենք ունենում այլ թատրոնների եւ մեր խաղացանքն է բավականին հագեցած։ Այլ երկրներ եք գնում։ Այո, վերջին տարիներին մենք
6 երկրներում ենք եղել հյուրախաղերով միջազգային փառատոների, մայիս ամսին գնում ենք Վրաստան հյուրախաղով, իսկ հոկտեմբերին գնում ենք Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պատրաստում ենք հատուկ ներկայացում Ամերիկայից հրավիրված ռեժիսորի հետ, միջազգային համագործակցություններ մեր մոտ զարգացած են։ Նախորդ տարի Ֆրանսիայի հետ ենք արել, 21 թվականին Իրանի հետ ենք արել, Պարսկաստանի հետ, այնպես որ շատ ակտիվ աշխատում ենք։ Ես չեմ կարա կամ։ Կարող եք, եթե մեզ մոտ աշխատանքի հասնենք որպես դերասանուհի, ներգրավեք խաղացանկի մեջ, այդ դեպքում պետք է դիտարկել։ Իսկ ուրիշ հաստիկով։ Ոչ։ Ուղղակի գամ ձեզ հետ, չէ՞։ Շատ խիստ է դրված դա, մեզանից չի կախված, սիրով կտանենք, բայց կոնկրետ Ամերիկա գնալու համար շատ բարդ է։ Շատ։ Նույնիսկ եթե դերասան ունենք, որ հաստիքի վրա չի պետականյալ համագործակցություն է պայմանագրով, միևնույն է չի կարելի։ Պետք է գրանցված, օրինական։ Մտածում են կգնան Ամերիկա, այս կադրից դուրս եմ ասում ու Էլ հետ չեն գա։ Ես տենց էի ուզում անել։ Չէ՞ վայ։ Իսկ դահլիճները այսինքն միշտ լցված են։ Միշտ չէ, բայց հաճախակի է լինում։ Տեղի բնակիչները օրինակ սիրում են թատրոն հետաքրքրված են։ Արդեն այո։ Արդեն այո։ Արդեն այո։ Ինչի՞ է դա կապված։ Բնակիչները մեղավոր չեն։ Թատրոնն է մեղավոր, որ չեն գալիս։ Պետք է լավ որակյալ ներկայացումներ ունենալ, շատ աշխատել։ Հետաքրքիր։ Թատրոնն էլ այդպիսի տեղ է, երբ որ հանդիսատեսը եկավ եւ դուր եկավ իրեն թատրոնը, ներկայացումը սպասելու հաջորդ ներկայացմանը, հաջորդ առաջնախաղին, այդ ուղղությամբ աշխատում ենք, դեռ չենք հասել մեր երազած կետին, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այսինքն վերջին տարիների համեմատ, հա, հիմա ավելի շատացել են։ Այո։ Եվ դա տվյալները կա արդեն թվերով, եւ ֆինանսական, եւ ոչ ֆինանսական ակտիվությունը նաեւ այդ առումով է։ Եվ այս տարին շատ ակտիվ ենք սկսել հատկապես հյուրախաղերով, որ մեզ մոտ հյուրեր են գալիս, ամիսը 4-5 այլ թատրոններ մենք սիրով ընդունում ենք, մեզ համար շատ լավ է, ուրախալի է, որ գալիս են։ Այլ տեղից, այսինքն ներկայացում են այո, պետական թատրոններ, նոր կազմավորված թատերախմբեր կան Հայաստանում, եւ ինչն է շատ լավ, որ նախորդ տարի մեզ մոտ ամբողջ լուսաձայնային տեխնիկան թարմացվել է, եւ հիմա կարող են բոլորին ընդունել ցանկացած մակարդակի ներկայացում, ցանկացած երկրի նույնիսկ այդպես ասեմ, կարող ենք սպասարկել մեր լուսաձայնային տեխնիկայով։ Ճիշտ ասած, ես մի քանի տարի առաջ է եղել այս թատրոնում ու հիմա զգում եմ, որ շատ է փոփոխվել, ավելի բարելավել է, բայց արդյոք բարելավել է աշխատավարձը։ Դժվար հարց եք ասում, այսպես ասեմ, ով շատ է աշխատում, շատ է վարձատրվում, որովհետև մեզ մոտ նաև գործում է ելույթավճարային համակարգ, աշխատավարձից զատ, եթե դերասանը խաղում է ներկայացումը, ելույթավճար է ստանում հատուկ այդ ներկայացման համար, բացի իր հիմնական աշխատավարձը եւ նաեւ պրեմիաներ կան, բարգեւավճար հայերեն ասած։ Բարգեւավճար։ Այո, երբեմն նաեւ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ բավարար չէ այդ աշխատավարձի չափը։ Ահա, նայ։ Փոփոխություն կա, բայց բավարար չէ։ Հա, ինչպես կադրից դուրս խոսեցինք, ինչ որ մեկի համար այդ գումարը նորմալ է, ինչ որ մեկի համար ոչ։ Իսկ ինչ որ հետաքրքիր հումորային դեպքեր լինում են օրինակ ներկայացումների ժամանակ դերասանի ու հանդիսատեսի մեջ։ Օրեր առաջ ամսի 14-ին ապրիլի մենք էլի հյուրախաղային ներկայացում ունենք, որ մեզ մոտ է շատ հայտնի դերասան, անունը չտամ կնեղանա։ Բեմից հեռախոսազանգ դահլիճից, ուրեմն ներկայացումը թողեց, այ ընկեր ասма ախր դու խի ես խոսում, դու ինչ չես արգում, ես դերասան եմ, ես սրանով եմ աշխատում, 5 րոպե դա ճար կարդացեց մարդու գլխում, իր բախտը բերել է, որ մեր թատրոնի դերասան չէր, եթե չէ հաջորդ օրը կհեռացնեի ես իրեն, որովհետև դա նորմալ չի, որ դերը թողես ու սկսես հանդիսատեսի հետ մտնել երկխոսության մեջ, դրա համար հատուկ մարդիկ կան դահլիճում, իրենք անպայման դա կանեին, բայց ինքը այդպես ուզեց, ինքը հայտնի մարդ է, որոշեց, որ կարող է իմպրովիզ անի եւ նկատողություն անի այդ մեր հանդիսատեսին։ Լինում են դեպքեր այդպեսի շատ են լինում։ Օրինակ իմ հետ դեպքեր ա եղել, որ ես օրինակ ներկայացման ժամանակ նստած եմ եղել, կողքիս կինը այնքան հետաքրքիր զրույց ա տարել հեռախոսը, որ ավելի շատ իրանն էր հետաքրքիր ներկայացում, բարձր խոսում։ Այդ հարցը լուծում ունի, արդեն բանակցում ենք, որ խլացուցիչներ դնենք դահլիճում, եւ այդ հարցը մենք այդ մեջ կլուծվի, վերջ։ Արդեն դրված է։ Չէ, բանակցում ենք կողմի հետ, որ ձեռք բերենք եւ բերենք խլացուցիչներ տեղադրենք, այդ ժամանակ ինչքան թող զանգ կա, չի կարողանալու պատասխանել, որովհետև իսկապես խանգարում են։ Ես ինքս դերասան եմ եւ դրա այդպես ասած կարեւորությունը շատ է։ Կարևոր լուր պահա, որ պետք է հեսա կենտրոնանաս,
խոսքը տասես, մեկ էլ այն հին Nokia-ներ են, էլի, շատ բարձր, ում դահլիճից աղալո, հա, հեսա կգամ, հա, ու Թադրոնում եմ։ Թադրոն եմ նայում։ Այդքան ասում ենք, հաղորդում ենք, որ անջատեք հեռախոսները, հսկիչները ասում են, բայց դե մարդ են, այնպես որ դե մեզ մոտ այդ կուլտուրան այդքան չի զարգացել։ Ինձ թվում է մեր հաղորդումից հետո բոլորը ուշադիր կլինեն եւ այդպիսի բաներ չեն անի։ Ասեցիք։ Հա։ Նորություններից խոսեցինք։ Այո, խոսեցինք, որ հյուրախաղեր ունենք, առաջնախաղեր ունենք, ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին, բեմադրիչ Սամսոն Մովսիսյանի Արտաշես եւ Սաթյանիկ ներկայացումն է, պիեսի հեղինակը ժամանակակից դրամատուրգ Նարեկ Մանուչարյանն է, ժամանակակից թարմ, իհարկե նյութը շատ հին է Մովսես Խորենացու ժամանակներից Արտաշես եւ Սաթյանիկ, բայց նորովի, նոր տեխնիկայով, նոր լուծումներով Հետաքրքիր կլինի։ Եվ ես ձեզ հրավիրում եմ ամսի 28-ին, Շնորհակալ եմ, անպայման կգամ ամսի 28-ին արվելու։ Դուք էլ կարաք գաք Շահոր ջան։ Բայց տոմս կգնեք դուք արդեն։ Ես չեմ առնելու։ Ոչ։ Եղավ, շնորհակալ եմ։ Շատ մերսի ձեզ։ Ուրախ էի հանդիպման համար։ Ես գնամ շրջեմ Արտաշատը։ Գնացեք իմիջայլոց, մեր Արտաշատը բավականին գեղեցկացել է։ Շատ հետաքրքիր անկյուններ կան, այգիներ կան, որ արժանի է նկարելու եւ դիտելու։ Ինձ դուրեկան ծառերը սիրունա էտած լավներ։ Այո։ Մի քանի տարի հետո եվրոպական գեղեցիկ քաղաք հատեռնալու, եթե այս տեմպով շարունակենք։ Լավատես լինենք։ Պետք է աշխատենք, չէ, լավատես պետք չի։ Պետք է աշխատել։ Այո, աշխատել։ Եղավ, դե գնացի, լավ եղեք։ Հաջողություն, շնորհակալություն, ձեզ լավ օր։ Ձեզ էլ։ Ես Արտաշատի մարզադաշտում եմ։ Նայեք ինձ սիրունա։ Ասեմ, որ լիովին վերակառուցվել է վերջին տարիներին։ Այստեղ կա ատլետիկական վազքուղի եւ այստեղ անցկացվում են միջազգային շատ մրցաշարեր։ Գիտեք, ինչ թորսն է սենց։ Արի։ Ասենք շնորհք, խեք թարսնայում ինձ։ Վայ, հայ, սեն տեղն է, որ ես եղել եմ։ Հա, բայց փախան ժողովուրդը։ Որտեղ բոլորը փախնում են, ես չեմ հասկանում խեն փախնում։ Ես չեմ հասկանում, բարև ձեզ։ Անցած անգամ էլ էի ձեզ մոտ եկել, ինձ հիշեցիք։ Թորս ասում տատի, դու տեսել ես այդ դիսկուսիան դարձել, ասեմ իմ մոտ եկել է, մենք խոսացել ենք իրար։ Իրանք չեն նայել ձեր մասնակցության հաղորդումը։ Հա, դա չեք ցույց տվել երևի։ Ինքը դերվի չի նայել, հա։ Հա, ինչ կա, բա ոնց եք։ Ոչինչ, ազի ջան, սենց։ Ինչ թարմ բաներ եք դրել, հոտը գալիս է տալիս է քթիս։ Բայց ով առնում։ Չեն առնում։ Վայ, վար չառնողջներ հո չէիք կա նստեիք ամեն օր։ Բայց ես հիշում եմ դուք Արտաշատից չէիք։ Եղեգնաձորից։ Եղեգնաձորից եք։ Բայց Արտաշատում եմ ապրում, ամուսնացել եմ ստեղ։ Հա, այսինքն որ ամուսնացել եք, այդ վաղ արդեն եկել եք երիտասարդ տարիներին։ Այո։ Նու հիմա էլ եք երիտասարդ, ուզում ասեմ այն ժամանակ էլի։ Այսինքն այստեղի բարբարին արդեն տիրապետում եք։ Մի քիչ օրինակ այս արտաշատցիների աֆորիզմներին հետևում եք։ Աֆորիզմներ որն ասեք։ Այն որ ասում օրինակ վավ մեզ ասի, վատնի, վատի զինքնի։ Այդպես բաներն չեք հետևում։ Չէ, вообще։ Բայց լավ բան է։ Օրինակ ով ինձ ասի ես վատն եմ, վատը ինքն է։
Ասում այդ հասեմքյասեմ արտաշատները։ Այդ հասեմքյասը, այդ մեր գյուղում էլ էինք ասում։ Ձեր գյուղը որն է։ Բյուրականը։ Չկա կանգնող, այսքան սենք։ Հյուրի գոլիշքան, վաու, այս էխի հավաքվեցին այսքան։ Ինչ իմանամ, 3 հատ շորձախող եմ, էդ է ես։ 3 հատ շորձախող ու դուք։ Բանջարեղեն միայն դուք եք վաճառում։ Ստեղ հա, դուրսն է։ Լավ, ամենաշնորհա։ Հա, ամենաշնորհը։ Մենակ դուք կվաճառեք։ Լավ, ես կվերադառնամ։ Մի հատ գնամ մեր մյուս մասնակցի մոտ։ Ես անցած անգամ ստեղ գիտեք ինչ էի անում, կաղամբ էի կտրտում։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Շնորհակալություն։ Դուք ինչով եք զբաղվում։ Վաճառ, առու վաճառ։ Դուք էլ ջրեր եք վաճառում։ Ինչ հյուրասիրեմ ձեզ։ Ողջ չէ, ապրեք։ Թեքեմ հյուրասիրվեք դուք։ Չէ, ոչ մի բան։ Այս մեղրը, Մեղրը տնական, բնական։ բնական է։ Այս որտեղ է մեղրն, հա։ Վայքինի կա։ Էնես Ստեփանավանինն է։ Գորիսինը չլինի, որտեվ Գորիսինը խափում են, մեղր չի լինում։ Հարի բալես, եկեք երեք։ Եկեք օգտվեք։ Իսկ դուք որտեղից եք։ Ես բնիկ Դիմիտրովի տղա եմ, բայց 40 տարի Արտաշատում եմ ապրում։ Արդեն արտաշատ եք դուք էլ։ Արտաշատցի։ Ոնց է։ Նորմալ է։ Նորմալ է։ Դուք բարբարով չեք խոսում։ Չէ, ինչ բարբարով։ Արտաշատցիների բարբարով։ Խոյացիների։ Չէ, Դիմիտրովցին է ես որ մանկուց մեծացել եմ։ Դիմիտրով այնտեղ խոսում։ Ընդեի բարբար ունեք։ Ոնց եք խոսում։ Այնտեղ ասորներ են ընդհանրապես մաքուր հայերեն են խոսում, ոնց որ հիմա մենք ենք խոսում։ Դուք էլ եք ասորի։ Չէ, ես նրանց մեջ մեծացել եմ։ Ասորիների։ Հա, ես նրանց լեզուն 100%-ով տիրապետ եմ։ Բայց Իրեք լեզու ենք տիրապետում։ Հա։ Ռուսական դպրոց ենք ավարտում այնտեղ։ Ինքս հայ եմ, ասորների մեջ եմ մեծացել։ նաև իրանց լեզուն։ Իրանց լեզվով օրինակ ինձ մի սիրում բան ասեք։ Ինչ ասել։ Օրինակ ասեք դուք շատ գեղեցիկ եք։ Ատան շապրտը բրատվետ։ Աթն շատ շփփ։ Շապրտը բրատվետ։ Դու գեղեցիկ աղջիկ ես։ Հա, հավեսեր։ Հավեսեր։ Ասորիների հետ ես շփվել եմ, ճիշտն ասած, չեմ տարբերել էլի։ Լավ թասիբով ազգնա։ Ասորիները, իրանց էլ կգնանք հյուր։ Շատ թասիբով ազգ։ Շատ Թասիբով։ թասիբով ժողովուրդ են։ Մեր հայերի նման չեն էլի, այստեղ ուրիշ բան խոսան, դե ուրիշ բան խոսան։ Հետևից ուրիշ բան խոսում։ Այնտեղ ինչ որ կա, ճակատին են ասում։ Էդի լավ է։ Ես էլ եմ տենց, դրա համար ինձ շատ չեն սիրում այդ պահով էլի։ Ով որ արդարը, ով որ մաքուր ճակատին է տալ, դրան չեն սիրի կյանքում։ Առավոտի ժամանակ ինչ որ հումորային դեպքեր եղել են հետ։ Պամիդորը տվին կարմիր խնձորից։ Սկսի սա։ Ոնց պամիդորը տվին կարմիր Եկա խնձորի տեղ։ կարմիր խնձոր ուզեց, շունեինք, մի հատ յուղեցի տղա կար կողքս, պամիդորը։ Անեց ասեց այդ խնձորը, դրեց ասեց վերցեք տարեք։ Վերցեք տարա։ Ուսցին խնդա։ Հարսի տուն։ Ես հիմա որտե տարա։ Պամիդորը կարմիր խնձոր։ Ո՜։ Այս շատ բաներ ալում, ստեղ բան չի։ Բայց հավեսա որ պատմեք է։ Վախ, խունկի հոտը շատ եմ սիրում։ Ձեր առևտրին չխանգարենք։ Թող մարդիկ ավարտեն առևտուրը։ Խոսալ հավես չունեմ։ Չենք խոսա։ Ճիշտ ասած ես էլ հոգնեցի։ Առավոտվանից խոսում եմ։ Կամ ձեր հետ հանգստանամ մի քիչ։ Համ դուք չեք խոսա, համ էլ ես։ Բայց նկարում եք ինչի։ Նկարում է։ Մենք Արտաշատի մասին հաղորդում ենք անում։ Արտաշատը դեր քաղաքայից մարդը ոսկե մարդ է։ Դեր առաքիչ։ Վախ, Ասեմ։ Ես գոհ եմ իրանից։ 36 տարի։ Նկարի, արխային նկարի։ 36 տարի էստեղ աշխատում։ Դեպուտատ Արտաշատի քաղաքային
Ես այս խանութից շատ եմ վախտում, ընտիր մարդիկ են, Ձեր անունը կասեք։ կտրոնը տալիս է, ամեն ինչ։ Մերուժան։ Պարոն Մերուժանը 36 տարի է այստեղ աշխատում։ Իսկ հետ չմտածել եք չաշխատելու մասին այստեղ, թե սիրել եք, հարմարվել եք։ Ես իմ սիրած մասնագիտությունը բիոլոգիան է։ Բիոլոգիան է։ Երիտասարդ ժամանակվանից փափագել եմ որ դառնեմ։ Այս պահին ես շատ ծաղիկներ եմ աճացնում։ Ոխ, ինչ ծաղիկներ։ Գոյություն չեմ ունենա։ Ոխ, ինչ հետաքրքիր մարդ կտանք։ Ծաղիկներ իմ հետ պետք է լինեն։ Ոնց որ Գիշերը մի քանի անգամ զարթնում եմ, ծաղիկներին շոշափում եմ, սիրում եմ նորից գնում քնում եմ։ Իրանց այսքան տան պայմաններում եք աճացում, թե տան պայմաններում ունեք։ 100 հատ։ Հա, իսկ ինչ ծաղիկներ են հետաքրքիրը։ Ֆիկուսներ տարբեր տեսակի, լիլաներ, բենջամիններ, դամաշներ, ռոզի։ Գիտեք, ես ինչ եմ ամենաշատը սիրում, ու ես ունեմ էլի կոլեկցիա եմ հավաքում, կակտուսներ։ Կակտուսները Խելագարվում եմ կակտուսների համար։ Սենց ինքը հնդուշկայի փիտուրի նման երկար է, հրաշք ծաղկում է ինքը, մի 100 հատ մի անգամ։ Վարդագույն ծաղիկներ է տալիս իրանք։ Տարբեր գույներ, մի հատ ես ունեմ պերլամոնտ, ինչ գույնի են ասում եք։ Պերլամոնտը ո՞րն է, չգիտեմ։ Թանակագույն։ Հա, թանակագույն։ Մի հատ էլ կրակագույնը բերել եմ Երևանի այրենաբանականից, մի ճուղ խնդրել եմ, տվել են, տվել է, էլի աճում է։ Անուններ դնում եք ծաղիկներին։ Չէ, իրանց իսկական անուններ։ Իրանց իսկական անուններով եք դիմում։ Ինչ հետաքրքիր զբաղմունք ունեք։ Բա հիմա իրանք սենց մնացել են մենակ տանը։ Թե խնամք պետք չի ցերեկը։ Ես մենակ եմ ապրում, իրանց առավոտ շուտ խնամում եմ, իրիկուն տուն որ մտնում եմ, առաջին հերթին ուշադրությունը սրանք են։ Որին ջրել, որին խնամել, որին տնգել, այս պահին մի 100 հատ դրել եմ ջրի մեջ, բենջամին ֆիկուսներ են իրանք, ջուր տերևն են տեղին ու կանաչ։ Արդեն արմատակալում են մի շաբաթից կտնգել։ Դուք Արտաշատից եք։ Այո։ Դուք ուզում եք սպասարկեք մինչև իր հետ զրուցեմ։ Չէ, դու հետ խոսա, Հա? ես տեղ եմ մտում արդեն։ Տեղ եք գնում։ Ուր եք գնում, վռազում եք։ Դու շատ որոշ չեմ, բայց Արտաշատից եք դուք։ Արտաշատի մեջ ես բավար դու։ Ձեր բարբարն եմ ուզում լսեմ առավոտից չեմ։ Գորիսից բնիկ եմ, բայց Արտաշատ եմ ապրում։ Արտաշատի բարբարով եք խոսում։ Չէ, Գորիսի էլ, Արտաշատի էլ, Միքս եք արել։ Ղազարյանի շենքն եմ մնում, ստեղ էլ տուն ունեմ, ոչ մի քան տեղ տուն։ Հիմա ես տեղ եմ ապրում։ Հասկացա։ 79 թվից։ Հա, այդ կարևոր ինֆորմացիա։ Դու միակ համը գիտես, են Մաքսի փողոցում ես խոսել են։ Ես։ Չեմ հիշում։ Են գրանեկան խանութի մոտը։ Հա։ Դեղատա մոտ, այո։ Լավ։ Հա։ Այդպես։ Գնաց։ Ստացին։ Ասած գնաց։ Բոլոր գնացին։ Փայտե երազասը։ Փայտե երազը քշվում է։ Կանգնած է միշտ։ Երգում եք դուք։ Ախրագանուց է եկի, ո՞ր քարապա։ Խեչեք երգում է։ Կերքեք։ Կարամ ես միանամ ձեզ։ Ինչի։ Բայց երգելը ամոթ բան չի։ Ես հաջուցեցի։ Հա, հասկացա։ Սարայոն ես թաղլարի գյուղից եմ։ Հա, բայց դա երգելու խանգարում է։ Նիկարդա։ Չի երգում, հումոր արեցիք։ Մենակ տուն է երկու։ Բաղնիքում, լողանալուց։ Չէ, արստան է։ Տան մեջ։ Բա դուք իրաստան մեջ ինչ գիտեք, լսում եք։ Հա, եկել եմ ես տուն էլ է երկի։ Աման, ինչ է երգում։ Ինչ երգ է երգում։ Ամեն ինչ, բարև իմ աղջիկ, բարև, նանցան։ Մի խելագար տղա։
Սիրելիներ, սա Սուրբ Հովանես Ավետարանիչ եկեղեցին է, որը կառուցվել է 2015 թվականին Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարերարությամբ։ Ամեն ինչ լավ է, այո, ամեն ինչ լավ է, կգա մի օր, բախտը կգա ու պարզ է, երկինքը պարզ է, այո։ Պապիներ ջան, բարև ձեզ։ Մենք էլ ձեզ էինք ման գալիս։ Ուրեմն լաման չեք եկել։ Հա, եկա այնտեղ բիսեդկում չէիք։ Ինչի՞ համալավ։ Մենք Արտաշատի մասին հաղորդում ենք անում։ Պիտի մեծահասակներին նկարահանենք։ Արշի, այդ նկարանում ուրա նկարանում եք Արտաշատի մասին, շատ ճիշտ եք անում։ Բայց ուզում ենք ձեզ հետ էլ շփվել։ Կարևոր խաղ է, վերջացնեք նոր։ Հա, վերջացնեք ըլեկենդե դուսը։ Շատ ունեք խաղը։ Շատ կա որ բրծնեք։ Всё, չեմ խանգարում։ Նստենք, ինչ անենք, կանենք, նստենք։ Նստեք, որ զրուցենք։ Արի պապի ջան, ստեղ նստեք։ Ես գրագետ մարդ է, սրա խոսատել եք։ Բոլորդ էլ գրագետ եք։ Գրագետ մարդ չկա։ Դպրոցը կապ չունի։ Իհարկե։ Կյանքը դպրոցը ավելի կարևոր է։ Դպրոց անցել է։ Կարելի է ծխել։ Էսա զրուցենք նոր։ Հա, լավ։ Հա, պապի ջան, 2 րոպե հետո։ Չէ, ես Իսկ դուք որտեղից եք արմատներով։ արմատներով ես Իրան, Պարսկաստանի, Պարսկահայ։ Թավրիզի նահանգի Մուժումբար գյուղից։ Դուք էլ։ Ես ոչ։ Բադ Լեռնային Ղարաբաղի, Հա։ Ասիանի շրջանի Խանաբադ գյուղից։ Հա։ Բա դուք պապի ջան։ Ես ամենալավ երկրից եմ, Մարտունեցի եմ։ Մարտունեցի եք։ Գեղարքունիքի մարզ։ Արի պապի ջան։ Բա դուք որտեղից եք։ Էդե Սիսյանից է։ Արտաշատից եք։ Դե նստեք, զրուցենք։ Այնտեղ լավ է։ Լավ է, դե լավ է։ Կոմպոստայում։ Հաստատ։ Սա կորեստ է, սա հետո բաց է թե դուրը։ Էտով է բաց է դուրը։ Էդի ձեր սեյֆն է։ Հա։ Ինչ եք այդտեղ պահում։ Ինչ են տարել։ Նարդիա, շախմատ աղել։ Էստեղ։ Սարքիս։ Եկեք, Սարգիս պապ, եկեք նստեք։ Տնան աղեք կրակել։ Իխի։ Նկարվել չեք ուզում։ Հա, նկարը բավարար չեմ։ Բա դուք չեք ասում որտեղից եք արմատներով։ Ես։ Հա։ Կիրովոց։ Հա, հասկացա։ Պապիներ ջան, արտաշատիների մասին սենց միֆ կա, որ սիրում են խնայողաբար ծախսել։ Թե դի վերին Արտաշատի ժողովրդի մասին է խոսքը։ Հա, սկպոյիչուան հարցով ես ասում, թե ոնց։ Դան լավ փող աշխատում են, չեն օգտագործում։ Պահում են, դու չես մահան։ Ոնց կարող է փող աշխատի չեն ծախսում։ Վերին Արտաշատը երբ որ գյուղ էր, լսին չեմ ասում, Հայաստանում այդպիսի գյուղ չի եղել։ Հարուստ, աշխատասեր եւ խնայողաբար ծախսող։ Հիմա ասեմ օրինակներ բերեմ։ Վերին Արտաշատը Հայաստանի առաջին գյուղերից մեկն է, որը ստեղծել է, որը ունեցել ամեն մի ընտանիք սառնարան։ Իր ընտանը սառնարան։ Իսկ մենք դեռ Արտաշատի չգիտեին ինչ բան է սառնարան։ Իսկ մինչև սառնարանը նրանք ունեցել են զեմլյանկա, ռուսերեն ասած կներեք, հողա ինչ
Ներքնատու։ Այ վերին ես ինչ եմ ուզում ասել։ Դու սխալարություն ես։ Չես ասում, ես գիտեմ։ Դուք վերին Արտաշատից եք։ Չէ, ես Քասաշենից եմ։ Պահում են։ Հա։ Տարմենեն տեք։ Ես Քասաշենից եմ։ Անաստասիա։ Լավաննա։ Իհարկե։ Անաստասիա Մեգանի։ Անաստասիա։ Օպրես Պոպի ջան։ Հիշեցի, Շուշա կրծող։ Շուշա կշռող։ Շուշա կշռող։ Կշռող։ Այդ վերին արտաշատցիներն են էլի ասում։ Մենք իրավունք չունենք իրաց մասին բան ասել։ Բայց մի վարքյան, բոլորի մասին կան ինչ-որ հումորներ։ Լամպը ջարսը լա Շուշան։ Լամպով էր առաջ, էլեկտրական ինչ։ Այո։ Էդում արևանց ուզում է շռում է նոր տալիս է։ Որ նույն քաշին էլ բարակլավ թեթավալավ չի վերցնում։ Հասկացա։ Շուշակ Ուշադիր ա եղել, ուշադիր ա եղել։ Իսկ այստեղի ժողովրդի հետ կապված ագրավի պատմություն կա։ Ագրավ ունեք։ Խոսում է համել։ Անվես ագրավ։ Ես մտել եմ այդ վանդակների մեջ։ Չէ, Թրջունների մոտ։ Միլհա։ Մի հատ։ Ատոմ տալիս միշտ, ատոմ։ Շատ ասիրում իրան։ Հա, բանա, թրջունը։ Այո, սև ագրավը խոսում է Բարասում է։ բանա։ Այ իր հետ հատկապես։ Հա։ Ես ատոմի հետ։ Ես գիտեմ, որ Արտաշատում տոները ակտիվ նշում եք։ Շատ լավ։ Այս տարի շատ հոյակա։ Այդ քաշոտի նախագ այդպես մարդ չեղես ռայոնում։ Հա։ Ասֆալտը լավ արեց, մեր լավ լիճը սարքել ավեսին։ Արդեն սարքում են, այո։ Արդեն բռնում են։ Ոնց ասեմ, շատ հոյակապ աշխատում։ Ուրիշները խոստանում են ինքը գործեր անում։ Հասկացա։ Նշանությունը։ Բանգլադեշի Իննան խոստանում են գան 300 խաղահրապարակը։ Շատ հավեսին աշխատում։ Արտաշատը հին ժամանակներում հայտնի էր որպես Որդան Կարմիրի կարմիր ներկի կարևոր կենտրոն։ Քաղաքի մշակութային դիմագիծը պահելու համար բազմաբնականան շենքերի պատշգամբները կարմիր գույնով երեսպատվում են։ Իմ շատ սիրելի հայեր ջան, մենք ձեզ համար ունենք հատուկ նվերներ։ Մեր գործընկեր My Energy-ի կողմից։ Գնելով 7 եւ ավել արևային կայաններ կստանաք նվերներ Հեռախոս Galaxy A07 եւ անլար ականջակալ։ Արդյունքում դուք խնայում եք գումար, ունենում եք ձեր սեփական արևային էներգիան եւ ստանում եք նվերներ։
Այդ տարիքից 71 տարեկան եմ։ Անենց հեծանիվ հիմա ալնիկը քշեմ։ Հեծանիվ։ Ող, բախի չկա։ Ես Գերմանիայում հեծանիվ եմ քշել։ Հա։ 30 կիլոմետր գնում եմ, գալիս եմ հեծանիվով։ Ստեղ էլ կարակ վերցնեք քշեք։ Չնայած մի քիչ հարմար չի ստեղ պայմանները։ Դուք որտեղից եք այսինքն բնիկ։ Էդ ինչ ես նկարում։ Արտաշատի մասին հաղորդումա, բարի հաղորդումա մի անհանգստացեք։ Դուք որտեղից եք արմատներով։ Արմատներով Գետազատ գյուղից եմ։ Հա, հա։ Մոտիկ եք այստեղ։ Խորհրդատն եմ ապրում։ Հա, հետո գնացել եք Գերմանիա, հետո եկել եք այստեղ։ Բա Գերմանիայից հետո Գերմանիայից հետո եկել ենք ստեղ ապրում։ դժվար չի։ Շատ դժվար է, բայց ինչ արած։ Տարբերությունը շատ է։ Շատ։ Այնց հետաքրքիր է մարդկանց տարբերությունը ավելի շատ։ Մեր մոտ ոնց են օրինակ ավելի։ Մեր մոտ գիտես ինչ, այնքան լավ է, որ դու բոլորին ճանաչում ես։ Լեզուն քոնն է, մերն է, հա։ Բայց այնտեղ Գերմանիայում ոնց որ 3-րդ սորտի, 4-րդ սորտի մարդ ունի։ 3-րդ, 4-րդ սորտի։ Հա։ Ճիշտ եմ ասում։ Իսկ Արտաշատցիներ, բայց լավ էր։ Հա։ Հա, ված չէր։ Կարող է գնաք նորից։ Հեծանիվ քշեք։ Այդքան փողորդից։ Հա, փողը։ Ավելի լավ է հեծանիվ առնեք, ստեղ մնաք։ Իսկ ինձ այդ տարիքին էլ ինչ առնենք քշենք։ Ինչի տարիքը ինչ կապ ունի։ Ընդհակառակը մեծահասակներին ավելի լավ ակտիվ կլինեն կենսակերպը, չէ՞, կփոխվի։ Մեր մոտ ուղղակի սովոր չեն։ Սովոր չեն, հիմա որ մեծահասակները։ Երեխու հեծանիվ ուտեղ եք, որ վերցնեմ քշեմ ծիծաղան վրես կասեն, «Յա, մեկ հականիկա հեծանիվ ա քշում»։ Մի ասեք շորտես բաներ։ Հա, դե թո չասեն։ Դա առողջություն է։ Իհարկե առողջություն է։ Մի լսեք դուք ոչ մեկի։ Չէ, Ազիզջան։ Չէ, պիտի լսեք։ Հա։ Պիտի լսեք։ Չէ, ուղղակի անհարմար ենք զգում արդեն։ Մեծացել եմ։ Այ օրինակ հետաքրքիր է ձեր տարիքում էլ ուշադրություն դարձնում եք, որ ով ինչ կխոսա, ինչ կմտածի։ Հետաքրքիր է, էլի։ Բայ, Այդ այսքան բոլոր տարիքում կա այդ խնդիրը։ Մար արի ռոլիկներ քշի թող տեսնեն ոնց ես քշում։ Իսկ դուք այստեղ եք հարս եկել։ Այո, Արտաշատում եմ հարս եկել։ Ահա։ Գետազատ գյուղից Արտաշատ հարս եմ եկել, բանը։ Ոնց է բա տեսել ձեզ ձեր ամուսինը։ Եկել է ձեր գյուղում տեսել, հա։ Թե ժամանակ տենց չէր։ Գյուղում հարսանիք էր եկել, հարսանիքի ժամանակ ինձ տեսել է։ Դուք հյուր էիք հարսանիքի տեղը։ Մորաքրոջս թորան հարսանիքներ։ Հա, տենց տեսել եք։ Հարսանիքի տեղը տեսել է։ Ուզել է ձեզ։ Այդ վաղ ծանոթացեք, խոսացել եք։ Շփվել եք այդ վաղ։ Չէ, ինչ շփվել է։ Այն ժամանակ չկար շփվել, մտվել։ Նշանեցին ամուսնացին պրծավ։ Բայց ուզում եք։ Շատ գիտեմ։ Մինչև որոշ չեք իմացել։ Այն ժամանակ տենց էր, ես հիշում եմ։ Դե գնացինք, շատ շնորհակալ եմ, որ զրուցեցիք։ Լավ եղեք։ Հուսամ մյուս անգամ կգամ, ձեզ հեծանիվով կտեսնեմ։ Եղավ։ Հա, դե գնացինք, տեսցն։ Քշեք երեխաներ։ Վաու, բրավո։ Ես զգացի, որ ստե շունիկները ոխենում են։ Քաղցրս, ես բան կուտես դու։ Սենց բան։ Սենց բան կուտես դու։ Սենց բան։ Մի վախեց ինձանից, ես չեմ ոչ մի բան անի քեզ։ Հարցնեմ, սա ինչ է։ Բարև ձեզ։ Սա ինչ է ներողություն, ինչ տեղ է։ Այսա մեր եկեղեցու շենքը։ Ձեր եկեղեցու շենքն է։ Հա։ Դուք որտեղից եք։ Ես Կալիֆոռնիայից եմ։ Հայերեն եք այդպես լավ խոսում։ Հա, ես արյունի տարի ու կես եմ ապրել ստեղ։ Տարի ու կեսում այսպես հայերեն եք սովորել։ Հա։ Բայց հայերենը բարդ լեզու է։ Հա, բարդ է, բայց սիրում ենք։ Սիրում եք, բա դուք որտեղից եք։ Ես Idaho-ից եմ, Ամերիկայում։ Ամերիկայից եք դուք։ Հա։ Բա ո՞նց եք գտել իրար հետ եկել եք։ Դե մեր եկեղեցու։ Եկեղեցու մեջ հանդիպել եք, միասին եկել եք Հայաստան։ Դե մենք ճիշտ ասած հանդիպեցինք Հայաստանում։ Հա։ Մշտական եք այստեղ մնում, թե Վարձով ենք մնում։ Նկատի ունեմ պետքա հետ վերադառնաք, թե ապրում եք այստեղ։ Դե հետքը
վերադառնալ։ Հետ կվերադառնանք։ 2 տարով անտանոպես է։ 2 տարով այցելությունները։ Շատ լավ, ձեզ լիքը հաջողություններ։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք, տեսություն։ Բայ բայ։ Հաղորդում պրոգրամ։ Շատ լավ։ Այո, Հայաստանի մասին պրոգրամա։ Okay, շատ լավ։ Եղավ, մերսի։ Բայ բայ։ Հայաստան անունը տալիս ժերի մեջ մի տուն եմ հիշում Ալևոր կամուրջի հոնքին Ծիծարի մի բույն եմ հիշում Թեքված մի մատուր եմ հիշում Եվ բերդի տեղահան մի դուր Ավերակ տաճարի մի վեմ Եվ բեկված մի սյուն եմ հիշում Հիշում եմ լքված մի թոնին Բերանին մամրոտած մի խուր Մամրոտած որ մի խորոչում Մասրեն ու վարսաթապ մի տուն Մարդ չկա, յուրաձաձայինն է, համարն էլ կա գրած Բայց յուրաձաձան այսօր գործի չի Յուրաձաձա? Չկա Գնացինք Յուրաձաձա ձերն է? Գործի չեք այսօր Ես էլ եկա փակ էր, մարդ չկար Մտնեմ ներս, մտնեմ Ոնց եք պարոն Յուրա Ինչ կա չկա, գործերը ոնց են Ամեն ինչ լավ է Գործը նստած է, էլ չեն օգտվում Ես օգտվում եմ Որտեղ ձեռի գործ եմ սիրում Յուրա պապի ջան Ձեր գործ ընթացքում լիքը հետաքրքիր դեպքեր տեղի ունեցած կլինեն Հաճախորդների ու ձեր միջև Հələ մի բան հիշեք պատմեք ինձ ու գնամ Ես հաճախորդների դեպքեր չեմ ունեցել Սաղներ հետս լավն են Լավ դեպքեր Լավ դեպքեր ունեն Բարի դեպքեր Բարի դեպքեր Սաղին է ինչ որ ուզում են կարեմ գյանց Ուզածի պես կարեմ կուտամ իրանց Դուք գյումրեցի եք? Գյումրեցին արտաշատում ինչ անում? Եկել ես տեղա ճաշակը բարձրցան է Աման Թխեք թող գա Վերջացա Սառը հոգիս տակա Ձերն է սառնա հոգիս տակա Ձեզ է լավ եղեք Յուրա պապի ջան Ամեն ինչ լավ է Այո, ամեն ինչ լավ է Կգա մի օր Բախտը կգա ու պարզ է Երկինքը պարզ է Այո, ծածկի երկինքը պարզ է Կգա մի օր Բախտը կգա Ինչ կարանք ձեզ հույրասիրենք Մեզ ատելից Ատելից չէ, սա մեր տունն է Հա, ես էլ ձեր տունն է Տնական գինի ունենք, կոնյակ ունենք Լավ կաշած արաղ ունենք, ասենք այդ բանը պաշտպանում ենք, էլի մեր հին Ավանդույթները Այ հետաքրքիր է, ավանդապաշտ եք դուք Չնայած գյումրեցիք Դե բնականաբար, էլի ասենք մարդու հետ խոսալուց ոնց հասկացամ հաղորդավարի տիպի ինչ-որ Հա, հաղորդավարատիպի Որ կլի, էլի հետ եմ Բարամ տնական հավմորդ եմ հույրասիրեմ ձեզ Ոյ չէ, այդ չեմ ուզում Չէ Հայկական կենթանի երաժշտություն կարամ զանգեմ կա ձեր համար նվագի, երգի Իմ համար? Ձեր կոլեկտիվի համար էլի, ոլորտել Իսկ ովքեր են երգիչները? Թե դուք եք երգում? Ես է կարամ երգեմ, բայց ստե չէ էլի, փողոցը չէ Դուք երգում եք? Հայկական, ժողովրդական Խմեմ կերգեմ էլի, ով խմե, դու խմես չես երգի Ես առանց խմելու եմ երգում Որ մնաց խմեմ, լավ էլ սիրուն աղջիկ եմ Շատ ընտիր Դա նշանակում է, որ դուք բարձր ճաշակ ունեք Խմեք ասկացում են ճաշակի վրա Վերջացավ, դե շատ ուրախ էի, որ հանդիպեցի Համեցեք թե
Չէ։ Ես կողքն է։ Չէ, մենք իրականում Գործից չհանեմ, էլ իրականում Հա, հա, բայց մենք կհիշենք, որ դուք այստեղ եք ապրում։ Օգոստոսի 2317 տուն Արսեն Հովհաննիսյան, երբ Արսեն Հովհաննիսյան։ Այո։ Վերջացավ։ Գրեցիք երեխեք։ Վերջացավ։ Էս է մեր տունը։ Հələ տենամ։ Դուք եք սա այս ձեր տունն ասող։ Էսի չէ, սա մեր տունը, էլի սա, հա։ Հա, հա, լավ է։ Ստեղ եք ծնվել մեծացել։ Այո։ 1969 թվականի մայիսի 25-ին։ Մայիսի 25-ին եք ծնվել։ Այո։ Հեսա շուտով ձեր ծնունդն է։ Հա։ Կողը ծնունդին մի անգամից կանք։ Եկեք։ Քանի ամյակն է։ 69 թվից էլի 1969։ Հա չեք հիշում։ 69 թվից երևի։ Ես չեմ լավ չեմ հաշվարկեց։ 57։ Օրինակ ես վերջերս ես տունը նստած էի, ոչ մի կերպ չէի կամ հիշեի, այս տարի 30։ Խմեք։ Չէ։ Բա ինչ որ բան հույլասիր եմ, էլի ձեզ ինչ կրի։ Չէ, որ լավ մարդու հանդիպեցինք, արդեն լավ է, մեզ հերիքա։ Եկել ավելի լավն է։ Հա, ես չեմ էլ կասկածում։ Մեծ անգամ էլ գծանոթ անցնեմ։ Տիկինը որտեղից է։ Արտաշատից է, հա։ Իրանք Վայքի Մարտիրոս գյուղից են։ Ոչ, սիրուն տեղը։ Շատ ընտիր, հա։ Ընտիր։ Ընդեղի կանաչը հրաշքա, բնությունը։ Ամառը համեցեք մի հատ միկրոավտոբուս կանչեմ գա, այդանք իրար հետ եկեղեցին, այնտեղ գործարարներ կան էլի, այդ գյուղի տղերք են, դսել եմ աշխատում են եկել են, վերանորոգել են ակուրատ, էթում ուտում խմում ենք էլի այնտեղ։ Հա, գնում են դե ուտում խմում եք, իրանց հաշվին։ Ինչի մեր հաշվին է չալը։ Ձեր հաշվին։ Չէ, այդ միկրոավտոբուս բան, որ ասիկ լցվենք գնանք էդի։ Չէ, չլցվենք։ Մենք ավտոմобիլներ ունենք, ամենագնացել ունենք, Ժիգուլի էլ ունենք, в общем, ամեն ինչ էլ ունենք։ Ժիգուլին ընտիր է։ Բայց որ ասենք մի ավտոյով է թանկ էլի, իրար հետ ասելով, խոսալով, մենք գետի ապին։ Մոքրոթի նստենք։ Գետից քուաշկի դեմը ձուկ կբռնենք, կհանենք։ Ախ, դնենք օղին սող, ամեն ինչ։ Բայց ասեմ քեզի, որ լավ երաժշտություն ունի, հավեսին է կպարես, ես էլ եմ պարել սիրում։ Հա, մենք բան, աշխույժ մարդիկ ենք, կյանքը սիրում ենք։ Ես որ հյուրասեր եմ, ասեմ ձեզ։ Չեմ ուտում ես յասաման։ Չէ, ուտելու չի էլի, պես հոտ կաշ, ուտելու չի։ Չէ, թող աչի, սիրունա, մեղկա, չպոկենք։ Հա, ես եմ, կարամ Ավելի սիրուն է այսպես, ավելի սիրուն է այսպես։ Շատ ուրախ էի, որ հանդիպեցի, ձեր կնոջը ջերմ բարևներ։ Կտեսնվենք մայիսի 25-ին։ Աշկիս վրա։ Եթե հարմար լինի կգանք։ Զգուշ խոսիր Հայաստանում, այստեղ ամեն կակատուցով, արձագանք է դալիս հզով, Եվ քո խոսքը հերու դանում Դե բարի են խոսքերը քո Հայոց լեռներն ագնաձանքով Կխոնարհվեն քո թեմ լռին Աշը կսած քո ձեռքերին Իսկ թե չարեն լեռները մեր Հրապխի բներն անմեր Թանկագիներս, ինչպես եւ խոստացել էի հաղորդման սկզբում, մենք եկանք հին Արտաշատ։ Նշեմ, որ այս հին քաղաքի ավերակները գտնվում են Խորվիրապի տարածքում։ Հիմա շրջենք ու ծանոթանանք պատմությանը։ Քաղաքը հիմնադրվել է Արտաշես առաջին արքայի կողմից Քրիստոսից առաջ 185 թվականին։ Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արաքսգետի աջակողմյան հատվածում, որտեղ Արաքս եւ Մեծամոր գետերը ժամանակին միախառնվել են։ Կարթագենացի զորավար Հանիբալը փախել էր իր երկրից եւ հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքը այն ժամանակներում կարևոր դիրք էր զբաղեցնում եւ կապող օղակ էր հանդիսանում արևելքի եւ արևմուտքի միջև։ Արտաշատը իր ժամանակներին դարձավ մետաքսի ճանապարհների կարևոր քաղաքներից մեկը։ Մեր թվարկության 59 թվականին այն հիմնահատակ ավերվել է եւ այրվել է հռոմեական արշավանքների ժամանակ։ Երբ Տրդատ առաջին արշակունին գահ բարձրացավ, հիմնովին վերակառուցեց քաղաքը։ Սակայն Արտաշատը սկսվեց պարբերաբար քանդվել ու վերակառուցվել եւ վերջնական փլուզվեց մեր թվարկության 4-րդ դարում։ 336-ից 368 թվականներին
Պարսկաստանի արքա Շապոհ Սասանյանի արշավանքների ժամանակ ոչ միայն քանդվում է, այլև բնակչությունը գաղթեցվում է դեպի Պարսկաստան։ Այս ամենից հետո քաղաքը կորցնում է իր նշանակությունը։ Այսօր մենք ունենք նոր Արտաշատ, ունենք տարբերվող արժեքներ եւ հարուստ պատմություն։ Մեզ մնում է պահպանել ու արժևորել այն, ինչը հազարամյակներ շարունակ պահպանել են մեր նախնիները։ Իսկ այսօրվա մեր հաղորդումը իրագործեցինք շնորհիվ Արտաշատի քաղաքապետարանի։ Սրտանց ուզում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ աշխատակազմին մեր առաջարկը ողջունելու եւ մեզ աջակցելու համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ, իմ սիրելի հետևորդներ, մշտատև մեզ հետևելու եւ ձեր բարի խոսքերով աջակցելու համար։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ցանկության դեպքում աջակցել մեր donation-ով, որի հղումը կգտնեք նկարագրության բաժնում։ Ցտեսություն։ Արաբատը սարերում սարերն ասին բարև օրը սարնեց հոգիս արևի Հաղորդման գործընկերն է My Energy ընկերությունը։ Ձեր էներգիան ձեր ձեռքում։